Բարև ձեզ, շնորհակալություն, իմ գործընկեր Գոհար Մելոյանը բավականին մանրամասն ներկայացրեց, ես մի քանի ուղղակի լրացումներ անեմ, ես քարոզարշավի մեկնարկի պայից գտնվել եմ Գյումրիում մինչև 3 օրվա երկրորդ կեսը, մի քանի մանրամասներ ներկայացնեմ, մասնարարպես պաստառների հետ կապված կուզենայի ներկայացնել, որ ամբողջ քաղաքը հեղեղված է պաստառներով, հիմնականում չնախատեսված վայրերում, որի հետ կապված կուզենամ հիմա ցիտեմ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի մի դրույթ, որով ասում է, որ օրենքի դրույթների խախտմամբ տեղադրված քարոզչական պաստառը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա հանում է համայնքի ղեկավարը ոստիկանության աջակցությամբ։ Սա ինչու ցիտեցի, որովհետև ես եղել եմ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի մոտ, պարոն Մարտին Ղազարյանի մոտ, ցույց եմ տվել հենց իր գրասենյակի առջևի մասում չնախատեսված վայրում փակցված թեկնածուներից մեկի, մասնավորապես ներկայիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաստառը, որովհետև ապացուցել եմ, որովհետև փաստը ապացուցվում է, որ ներկայիս պաշտոնակատարը ցուցաբերելով անգործություն կիրառում է ըստ էության վարչական ռեսուրս, ինքը իր պաստառը չի հանում նախատեսված վայրից, այսօր էլի արդեն մեր աշխատակիցները բազմաթիվ նկարներ են ուղարկել, երեկ եղավ մամուլում, որ բոլոր պաստառները հեռացված են, սակայն հենց այսօրվա նկարներ ունեմ, որ ներկայումս փակցված են։ Մյուս մասը վարչական ռեսուրսի կիրառման կամ ըստ անհրաժեշտության օգտագործման վերաբերյալ կուզենամ անդրադառնամ հանրային հեռուստատեսության կոնկրետ մի դրվագի, երբ որ թեկնածուներից մեկը պարոն Լևոն Բարսեղյանը հյուրն էր Պետրոս Ղազարյանի, որտեղ պարոն Բարսեղյանը փորձում էր ներկայացնել իր ծրագիրը, սակայն հաղորդավարը անընդհատ նրան ընդհատում էր եւ ուղղորդող հարցեր էր տալիս մեկ այլ թեկնածուի մասին։ Խոսքը վերաբերում է Վարդան Ղուկասյանի մասին, հաղորդավարը Պետրոսը անընդհատ փորձում էր վարկաբեկելու ուղղությամբ տանել խոսքը, նույնիսկ թեկնածուն Բարսեղյանը ինքը ընդգծեց, որ ինքը եկել է իր ծրագիրը ներկայացնի եւ շատ կցանկանար, որ խոսակցությունը լիներ իր ծրագրի շուրջ, ոչ թե այլ թեկնածուների վերաբերյալ։ Ուրեմն քարոզարշավի հետ կապված երեկվա միջադեպերը իհարկե մենք շատ ավելի մանրամասն գրավոր տեսքով վերջում կներկայացնենք, բայց ես ականատեսն եմ եղել երկու գրասենյակներում էլ ինչ է կատարվել, ըստ էության Մայր Հայաստան դաշինքի գրասենյակում ըստ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների 8 հոգի առնվազն բերմաններ ենթարկվել, միևնույն ժամանակ բավականին երկար խուզարկության ժամանակ ամբողջ մի աշխատասենյակը ամբողջությամբ փակված էր եւ գործունեությունը կազմալուծված էր, իսկ Մարտուն Գրիգորյանի դեպքում զուգահեռաբար եւ նրանց տանն էին գործողություններ իրականացվում եւ մի ամբողջ գրասենյակում, այս դեպքում ոչ թե աշխատասենյակում, այլ ամբողջ գրասենյակը փակ էր։ Ես անձամբ զրուցեցի ոստիկանների հետ, հնարավոր չէր այդ գրասենյակում որոցի աշխատանքներ կատարել եւ դուրս է գալիս, որ այդ երկու թեկնածուները երեք ամբողջ օրը ըստ էության զրկված էին նորմալ քարոզարշավ իրականացնելուց, իմ կարծիքով նպատակը հենց խոչընդոտելն էր։ Մինչ այդ հիշում ենք եւս երկու թեկնածուի, մասնավորապես Վարդան Ղուկասյանին բերման ենթարկել է առնվազն անհամաչափ ուժի կիրառմամբ, որի արդյունքում նաև նրա գլխի հատվածում հետագայում տեսանք հետքեր, մյուս դեպքում, որ ավելի զավեշտալի է, Ռուբեն Մխիթարյանի հետ կապված ճանապարհաերթևեկության կանոնների խախտմամբ 1-2 տարի առաջվա, չգիտեմ հստակ ժամկետները, հիշել էին, որ նա ինչ-որ խախտում ուներ, որ այստեղ գտնվող բոլորս էլ տարվա ընթացքում ակամայից անկախ մեզանից ինչ-որ խախտումներ անում ենք, դրա հետ կապված մարդուն հրավիրեցին Երևան եւ Երևանում հարցաքննեցին, դա տևեց ժամեր, ճանապարհը գումարած, այսինքն եւս այս կարճ ժամանակահատվածը, որ տրվում է թեկնածուներին, խոչընդոտեցին մի ամբողջ օր քարոզարշավ անելուն։
Հետևաբար կարծում ենք, որ առնվազն չպետք է խոսվի, որ վարչական ռեսուրսը չի չարաշահվում, չի օգտագործվում ի օգուտ մյուս թեկնածուների։ Այսքանը, շնորհակալություն։